Քանի մարճակալա։ Այստեղ են ու կորպուսի խնդիրն է, չէ՞։ Չէ։ Մի կորպուս է։ Մի շենքան։ Մարճակալն 30+6 Ինչքան ժամանակ է որ արդեն բացվել աշխատումը։ Այսօր է բացվում։ Հա, այսօր է բացվում։ Սա կատենական վարչապետ։ Հիմա հենց նույն ստանդարտով այլևս բժշկական կենտրոն, որը չունի կատը, մեզ համար չկա այդպես։ Արդեն մենք դրել ենք, որ ինքը պիտի անվանան ունենա կատը հետազոտության Աշխարհի կենտրոնն է աշխատում, դա աշխատել։ Այստեղ է շարունակել։ Եթե հագեցած լինի մարդը ինչի պետք է նախընտրի գնա։ Որովհետև անգամ եթե ուժ ծառայության գինը փոխում ենք, գնալ Երևանը արդեն ծախս է։ Ասում որ այստեղ բացատրել չի։ Եթե կատեն կա այստեղ առողջապահության ապահովության արդյունքում մեր բժիշկների աշխատավարձերը շատ թեքիչ կգան կմոտենան, հա։ Եվ իսկ մենք գործակից ընդ հա թե ինչքան մարդին սպասարկելի է։ Մեր գնի մեջ պարոն վարչապետ հաշվարկած է միջին ծանրաբեռնվածություն, առավել ծանրաբեռնվածություն ու գինը ծառայության այդպես ենք մշակել, որ բժիշկը նաև պետք է արագ ժամանակ չունենա, այսինքն չպիտի լինի, որ այնքան քիչ վիրահատություն ունենա, որ մեր վճարած գնով իր աշխատավարձը կամ ծախսերը չկարողանա։ Հետո սենց իրավիճակ էլ կարող լինի, որ ենթադրենք ինքը ուզում գնա ինչ-որ բժշկական կենտրոն, այնտեղ օրինակ ազատ մահճակալ չկա, ինքը արդեն այլընտրանք կունենա գա ուրիշ տեղ։ Այստեղ ուղղակի մեր առողջապահական կենտրոնների ղեկավարները շուկա է արդեն, պետք է մրցակցեն, որպեսզի բուժառու բերեն եւ բուժառուի հետ ֆինանսական հոսքերը մտնեն նաեւ առողջապահական կենտրոն։ Տեսեք, Գյումրին կես ժամ է, իրենք պետք է նաև այնտեղի նաև հարակից շրջանների համար աշխատեն, որ կարողանան ապահովել։ Չէ, այսինքն մեր չնայած մի շարք պետական առողջապահական հիմնարկների համար շուկա է ձևավորվում մրցակցելու։ Ու մեզ համար դա ինդիկատոր պետք է լինի։ Ֆինանսական վիճակում կարողանում։ Այո, որովհետև բանը չէ, ծառայություն լավ մատուցվեց, մարդը նախընտրելու է գնա։ Եթե 1000 ներողություն, եթե անդադ տեսնում ենք թալինցիները գալիս են ստեղ միայն այն դեպքում, երբ որ ուրիշ տարբերակ չի, մեր մոտ հարց պետք է ծագի։ Ասենք շենքը նոր, ամեն ինչը նոր, ինչ են մարդ, նու բարձակար կլինեն ծառայություններ, որ ստեղ չկա։ Բայց խոսքը տենց Սա ինտենսիվ թերապիա։ Այո, ինտենսիվ թերապիա, Անհրաժեշտ հագեցված է։ Հիմա օբյեկտիվորեն երբ եք պատրաստ բուժառու ընդունել։ Մենք բան ենք արել, որ պետք է 2 շաբթվանից արդեն անձնակազմը դա այստեղ սկսի տեղավորվել եւ մի շաբաթ Երկու վիրահատական։ Հիմա այստեղ էլի ստանդարտ ստացված վիճակում ունենք անհրաժեշտ Այս շատ կարևոր լույսերը ազգայացման սարքավորումները նոր հագեցված են։ Եվ մյուս վիրահատականը ուզել արդեն Մասնագետների մեծ մասի հետ պայմանավորվածությունը կա արդեն պարոն վարչապետ, մի փոքր հատվածամնացի Հետո ասենք իրոք ճանապարհ է, եթե մասնագետը սկզբունքորեն կարա ստեղ անի գնա մի հատ կես ժամվա ճանապարհ է, ասենք Երևանի բանից Սուրբ Գրիգոր Լուսավորչից որ գնա Երևանի բժշկական կենտրոն, կես ժամ խտեվի 40 Իսկ տենց դեպքեր հաստատ նա հատուկ դեպքերի համար է, թե ստեղով են հատումները։ Եթե խնդիր ունի Բարև ձեզ ժողովուրդ։ Շնորհավոր ձեզ։ Ոնց եք։ Շնորհավորում եմ ձեր խաղաղության պայմանագրի համար։ Շնորհավոր, դե շնորհավոր, առողջություն։